Newspress.am կայքը կրկին ուղիղ կապի մեջ է Փարիզի մեր գործընկեր Արտակ Թադևոսյանի հետ։ Արտակ, փաստորեն սա այն դահլիճն է, որտեղ պետք է կայանա ձեր հանդիպումը, սակայն մինչ հանդիպումը ես կուզենամ զրուցել սփյուռքահայ երիտասարդների հետ, ինչ ակնկալիքներ ունեն եւ ընդհանրապես Ֆրանսիայում ապրող հայ երիտասարդը ինչ կուզենա լսել Հայաստանից եկած հյուրերից, ինչն է առաջին հերթին իրենց այնքան շատ տպավորիչ կլինի, որ կուզենան լսել Հայաստանից եկած ցանկացած կարևոր չէ, դա կլինի քաղաքական գործիչ, արվեստագետ, երգիչ, թե որևէ մեկը։ Կրկին անգամ ենք կապ ենք հաստատել Հայաստանի Հանրապետություն, Newspress.am-ի հետ, ողջույն Ռուզան, անգամ մի քանի րոպեից կսկսվի այսօրվա մեր փոքրիկ ժողովը, որտեղ պետք է լինեն ոչ միայն հայ երիտասարդները, այդ թվում ինչպես տեսնում արդեն կան ավելի տարիքով, ավելի լուրջ մարդիկ են հավաքված, եւ այսօրվա իմ զրուցակիցը Մեհեր Մնացականյանն է, ով մասնակցության մանկավարժ է, իրավաբան, իրավագետ եւ նաեւ շփում ունի ոչ միայն հայկական համայնքի հետ, այլ նաեւ կարող է այս բանը մեզ տալ փոքրիկ տեղեկություններ եւ ինչ է ստա ընտրել մեծ այսօրը Պարշման ակնկալիք այնքանով որքանով ուզեի ուղիղ շփման միջոցով տեսնել ու հասկանալ ինչ է կատարվում մեր հայրենիքում։ Իսկ օրինակ Մհեր, ինչ կուզենաք լսել, առաջինը ինչ կուզենաք լսել Ֆրանսիա եկած ցանկացած հայից։ Ցանկացած ոչ միայն քաղաքական գործիչներից, այլ ցանկացած հյուրից սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման մասին ցանկացած թեմա ուրախ կլինենք լսելու։ Նաև քաղաքական կայունության մասին։ Հյուրը քաղաքական գործիչ է բնականաբար, կողմից շատ հարգված եւ ուզեի ուղիղ իր հետ քննարկման միջոցով տեսնել ու համոզվել ու լսել արդյոք կան այն հեռանկարները, որ կարողանանք երբևէ ունենալ սոցիալապես եւ քաղաքականապես կայուն եւ հստակ ուղիղ ունեցող հասարակարգ ու հասարակություն, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ։ Շնորհակալություն Մհեր, լինելով իրավաբան, երիտասարդ, այսպիսի մի հարց ընդհանրապես Ֆրանսիայի երիտասարդությունը, հայ երիտասարդությունը համախմբված է, փորձում եք կապել հաստատել Հայաստանի, այստեղ ունենք մենք բազմաթիվ երիտասարդական լավ կազմակերպություններ, Մհեր, ձեզ որ խնդրեմ մի փոքր հեռու կկանգնեք, շնորհակալություն, փորձել եք որևէ անգամ կապ հաստատել այստեղի երիտասարդների հետ, ամրացնելու Սփյուռք Հայաստան երիտասարդական համագործակցությունը շփումը։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ Հայաստանի հետ կապված երիտասարդական ոչ միջոցառումների առայժմ դեռ մասնակից չեմ եղել, ավելի շուտ ժամանակը չի ներում այստեղի երիտասարդական ծրագրերից կտրվել դեռ հասնել հայկական ծրագրերին, բայց կարծում եմ մոտ ապագայում կհասնենք նաև դրան։ Փորձենք որոշակի կապեր, որոշակի մշակութային քաղաքական ինչ-որ կապեր ստեղծել հայ երիտասարդության հետ, փորձելով կապել Սփյուռքի հետ։ Շնորհակալություն Արտակ, եթե հնարավոր է զրուցենք նաև մեր տարեց այդտեղ տարեցների հետ, որոնք ավելի մեծ ճանապարհ են անցել, միգուցե ավելի երկար ժամանակ է, որ կտրված են հայրենիքից։ Փորձենք գտնել մարդկանց, ովքեր կփորձեն իրենց տեսակետը հայտնել այսօրվա, ոչ միայն այսօրվա, այլ ամբողջ Սփյուռքի ընդհանուր խորհերի հետ կապված հայրենիքի կարոտ եւ այլն փորձեմ գտնել, այսպես ասած, ինչպես ուղիղ եթերում ենք աշխատում, փորձեմ հիմա խնդրել մեր շատերի հանդիսատեսի, եթե խոսք ունեք Հայաստան ուղղելու, կարող եք այս բանին մոտենալ եւ ձեր սրտի խոսք ասել հայրենիքին։ Չպիտի կարող։ Նախ ողջունում եմ բոլոր մեր հայրենակիցներին Հայաստանաբնակ եւ բոլոր հայության իսկ հյուրս աշխարհի։ Բոլորին ցանկանում եմ հաջողություն, առաջին հերթին առողջություն։ Շնորհակալություն, այ դուք եկել եք այսօր հանդիպման քաղաքական Հայաստանում գործող քաղաքական երիտասարդ մի գործչի հետ, Փաշինյան Նիկոլի հետ, ինչ ակնկալիք ունեք, ինչ կուզենաք լսել նրանից։ Ինչ եք սպասում։ Բավականին տեղյակ եմ Հայաստանի իրական վիճակի հետ, ես այսօր ակնկալում եմ պարոն Փաշինյանից լսել այն բոլոր գործողությունների ծրագիրը, որը ինքը հույս ունի իրականացնելու Հայաստանին այս վիճակից դուրս բերելու համար։ Իհարկե կան անձնական, ոչ անձնական, նաև ես հարցեր ունեմ նախապատրաստած, այդ հարցերի պատասխանից շատ բան իմ համար պարզ կա։
Շնորհակալություն, մենք կհուսամ ուղիղ կապի մեջ կլինենք եւ մենք ինքներս նույնպես կհասկանանք, թե ինչ է մտահոգում այսօր Փարիզում ապրող հայությանը եւ ինչ հարցեր կուզենան նրանք առաջ քաշել Ֆրանսիայի եկած Հայաստանից եկած ցանկացած պաշտոնյայի կամ ցանկացած հյուրի հետ։ Ես ասեմ հետեւյալը ձեր այդ հարցադրման կապակցությամբ Իհարկե ես ինձ իրավունք չեմ վերապայի խոսելու ամբողջ ֆրանսահայերի անունից, բայց զրուցելով ծանոթ բարեկամների հետ ես այն եզրահանգման եմ եկել, որ բոլորն էլ մտահոգված են հայ ժողովրդի վիճակով, որ ապրում են Հայաստանում եւ ապրում են շատ ծանր պայմաններում։ Սա է մտահոգող հանգամանքը առաջին հերթին բոլոր հայերին։ Իսկ ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց կամ ազգային ժողովի պատգամավորներ, եթե գալիս են եւ ցանկություն են ունենում հանդիպելու Ֆրանսիայի համայնքի հետ, հնարավորինս ձգտում ենք մասնակցել եւ նրանց տեսակետներին ծանոթանալ։ Այս պահին դուք ձեզ ներկայացնելու։ Ահա պարոն Փաշինյանը արդեն մոտեցավ մեզ, մոտեցավ դալիճ եւ փորձենք արդեն ինչպես ասում են երկու խոսքով փորձել խոսել պարոն Փաշինյանի հետ, հարգելի Ռուզանա, իսկ այնուհետև կթողնենք արդեն որպեսզի պարոն Փաշինյանի սրտի խոսք ասի։ Բարև ձեզ պարոն Փաշինյան։ Շնորհակալություն։ Բարև ձեզ պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան, ինչով է պայմանավորված ձեր այցը Փարիզ։ Ես որքան հասկացա դուք այդտեղ եք եկել Ստրասբուրգից, ինչ ելույթ եք ունեցել Ստրասբուրգում եւ ինչ եք պատրաստել Ֆրանսիայի հայ համայնքի համար, ինչ ասելիք ունեք Ֆրանսիայի հայ համայնքին։ Ես Ստրասբուրգում եմ գտնվում որպես Հայաստան Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ հերթական 16-րդ նիստներ ուղղակի օգտվեցինք առիթից եւ մի խումբ ընկերներ առաջարկեցին, որ փորձենք հանդիպում կազմակերպենք եւ այսօր մենք մեր հայրենակիցների հետ կզրուցենք Հայաստանի մասին, այսօրվա ապագայի մասին։ Ձեր այդ այսօրվա զրույցը կլինի Ստրասբուրգի ելույթի շարունակությունը, ինչ շեշտադրումներ արվեց Ստրասբուրգում եւ ինչ եք ուզում ասել այդտեղ։ Ելույթը մի դրվագ է ընդհանրապես, կարծում եմ մեր այսօրվա խոսակցությունը շատ ավելի լայն խոսակցություն։